Ինչպես է մարդը իրեն ճանաչում, երբ որ իր արարչին է ճանաչում։ Ինքնաճանաչողություն է գալիս է Աստված ճանաչողությունից։ Եթե մարդը Աստծուն կարողանում է լավ ճանաչել, լավ տեսնել, չէ՞ որ մարդն էլ Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծված։ Եթե արարչին լավ է ճանաչում, արարչի պատկերը իր մեջ տեսնում է, սկսում է իրեն լավ ճանաչել։ Իսկ ինչ է նշանակում ճանաչել արարչին։ Ճանաչել Աստծուն նշանակում է հավատալ եւ վստահել Աստծուն։ Եվ ամբողջ մարդու քրիստոնեական կյանքը հոգևոր նկարագիրը Աստված ճանաչողությունից հավատից է սկսում։ Մարդու հոգևոր տունը ամուր է, եթե իր հավատը հստակ է, մաքուր է, աներկբայելի է, անխախտ է, վստահ հավատում է Աստծուն։ Աստծուն մենք ինչպես ենք հավատում, ինչպես ենք ճանաչում Սուրբ Գիրքից։ Սուրբ Գիրքը կարդում ենք եւ Աստծուն ճանաչում ենք, հավատում ենք։ Եվ եթե դու Աստծուն ճանաչում ես, կարծես միտքդ հոգիդ լուսավորում է։ Եվ Աստծո պատվիրանների քեզ ես ճանաչում։ Աստծո պատվիրանները ինչ են? Ճշմարիտ կյանքի ուղենիշներ են։ Սկսում ես ինքդ քեզ ճանաչել։ Օրինակ, առաջին պատվիրանը ո՞րն է? Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով, զորությամբ եւ էությամբ։ Երկրորդ պատվիրանը սրան նման է. սիրել ընկերոջդ անձիդ հավասար։ Սիրո մասին ամենագեղեցիկ եւ հստակ պատվիրաններն են։ Եթե դու ուզում ես իմանալ սերը ինչ է, դե Աստծուն սիրես։ Ինչու է Աստվածային սերը բոլոր ամեն տեսակի սեր ինչ որ կա աշխարհում դրա հիմքը, որտեղ մենք Աստծուն սիրելով պետք է սերը ճանաչենք։ Եվ եթե դու Աստծուն չես սիրում, ուզում ես մարդկանց սիրել, ուրեմն դու չես սիրի մարդկանց, որտեղ դու չգիտես սերն ինչ է։ Աստված սեր է, եւ դու պետք է Աստծուն սիրես ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ։ Սիրո էությունը Աստծո մեջ է, որտեղ սիրո էությունը հավիտենական է, ամբողջական է, անվերապահ է, անշահախնդիր է։ Աստծուն ենք մենք այսպես սիրում, կատարելապես, անվերապահորեն, անշահախնդրորեն ենք սիրում Աստծուն։ Երբ որ դու Աստծուն սկսում ես սիրել, այ ինչպես որ Ավետարանի պատվիրանն է ասում, այն ժամանակ Աստվածային սերը քեզ թելադրում է, որ քո նմանին դու քո անձի հավասար պիտի սիրես, դրանից ավել չպիտի սիրես։ Ինչու՞։ Որովհետև եթե դրանից դու ավելին ես սիրում քո նմանին, Աստծո փոխարեն ես դնում ինչ որ մեկին, դառնում ես կռապաշտ։ Կուռք ես դարձնում, սկսում ես պաշտել։ Եթե ինչ որ մեկին քեզանից քիչ ես սիրում, հա, քեզ ավելի ես սիրում, քան ուրիշին, դառնում ես եսասեր։ Ինքդ քեզ ես կուռք դարձնում, հա։ Այսինքն, եթե դու քո անձի հավասար չես սիրում, ուրեմն աճ կամ ձախ ընկնում ես կռապաշտության մեջ։ Ուրեմն Աստվածային սիրով կարգավորվեց մարդկային սերը։ Աստծուն սիրում ես ամբողջ սրտով, հոգով, զորությամբ, էությամբ։ Քո նմանին քո անձի հավասար։ Ուրեմն սերը կարգավորվեց։ Շատ կարևոր է։ Սերը մարդու կյանքի իմաստն է, խորհուրդն է։